Ընտրության արդյունքները ցույց կտան 2021-ին էլ Ռոբերտ Քոչարյանն էր վստահ, որ իշխանություն ինքն է կազմելու, տեսանք արդյունքը, ընդդիմությունը վաղ շաբաթում էր վստահ, որ իրենք են լինելու իշխանություն, այնտեղ էլ տեսանք արդյունքը, 2018-ին էլ Սերժ Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողի իր մոտ դրա արդյունքն էլ տեսանք, 2026 թվականի ընտրություններին մենք գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ, որովհետև մեր թիկունքում եւ արված աշխատանք կա եւ ամենօրյա ինտենսիվ շփումներ կան բնակիչների հետ, չկա այլ քաղաքական ուժ, ով ավելի մեծ ինտենսիվությամբ է շփվում բնակիչների հետ, քան քաղաքացիական պայմանագիրը դիմերում, տեղերում, կառավարությունում, ազգային ժողովում եւ մեզ այդ շփումների վստահությունը ցույց է տալիս, որ մենք գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով։ Այն ճանապարհը, որը 2021-ին Հայաստանի Հանրապետությունում եղավ, 2018-ին Հայաստանի Հանրապետությունում եղավ, նախորդ տարի վաղաշաբաթում եղավ։ Մամուլի տեղեկություններով Բանխուդասյան, այդ բաց ձայնագրությունների վերհանդերձով կամ դրանք խավորը Արմիշնի Մեխակյանները, դուք եւս ակտիվ ներգրավված եք այդ ընտրություններում, հնարավոր է ձեր փոխկապ։ Պարոն Մեխակյանին ես եմ ուղարկել ձայնագրությունը, առնվազն իր ռեակցիայից հասկացել եմ, որ ինքը այդ ձայնագրությունը չէր տեսել, ես էլ ձայնագրությանը ծանոթացել եմ մամուլով, ինձ ճիշտն ասած ընտրություններից հետո հետընտրական էս հարցերը այդքան էլ չեն հետաքրքրում, ես էլ պարոն Մեխակյանն էլ զբաղված ենք մեր աշխատանքով, բայց նաև իրավապահ համակարգին շնորհակալ ենք հետևողական աշխատանքի համար, որովհետև այսպիսի դեպքերը կանխելով մենք պիտի հաջորդ ընտրություններին բացառենք նմանօրինակ լկտի, հանցավոր եւ ապաքաղաքական պահվածքը։